Սերնդանս այսօր նկարում են մինի վլոգ, իմ հերթական վլոգը YouTube-յան սալիքում։ Մենք հիմա գտնվում ենք, ավելի շուտ մենք հիմա գնում ենք Լարիչուի, մենք արդեն հասել ենք, հիմա ես ձեզ ցույց կտամ, այս տեսքն ունեմ, ես տանել էի վլոգ նկարել, բայց ճիշտն ասած չենք նախատեսել, որ պետք է գայինք Լարիչուի այս շորերի խանութան, չենք նախատեսել, որ այստեղ պետք է գայինք ու մի խոսքով դրա համար չնկարեցի տանը, չպատրաստվեցի, get ready with me չարեցինք, բայց ոչի չեսա։ Հիմա կմտնենք կարոտել էի։ Երեխեք ջան, ես էլ երկրորդ հարկը։ Ես ու սենց մի խոսքով։ Երեխեք ջան, կամ ես կոմ, սենց ավելի մեծ է։ Այստեղ այնքան շորեր կան, շատ մեծ է, ոչ միայն շորեր, այլ բոթասներ ու պայուսակները վերջացել է, երեխաների դպրոցական շորերն էլ է վերջացել ու ես տենց էլ ման եկա, բայց չգտա, երևի լավ չեմ նայել, մի հատ էլ լավ կնայեմ ու ձեզ ցույց կտամ այլ կոշիկները։ Նաև կան փոքրերի սնցիուն հագուստներ։ Բայց իստամ թե ինչ հագուստ։ Ասում հագուստ եմ համադրել, տանք ինչ խաղալ։ Երկու հատ հագուստ եմ համադրել։ Դուսի մաս էդ խիսյուն չծմա։ Ավերցեմ եկել։ Էս սրա հետ ամառ։ Մի քանի գնումներ, իսկ հիմա ուի մամա։ Գնում ենք կատարելուց հետո, ոտքով, այսինքն մեր համար զբոսնելով, գնում ենք սատ, նստենք, հանգստանանք և մի քիչ էլ վայելենք տեսարանը։ Հարպես պետք է գնենք խաղաղության այգի, բայց խոսմաններով։ Ջան, մենք հիմա գտնվում ենք ստադիոնի հենց ամենաետևում, ես չեմ կարող ճիշտ ինչքան մեծ է։ Այստեղ կար այգի, ոնց որ գնում եք այդ այգին նայենք, կա թե չէ։ Ու ասես մեր կողքին ուսումնասիրելով խանութներ կան, բայց մենակ կապված սպորտի հետ։ Օրինակ, այստեղ ինչ-որ բաներ են վաճառում, սենց ես ջիմի, չգիտեմ, տենց ինչ-որ մարզվելու տեխնիկաներ ու ինչ-որ տանձիկներ, բոքսի սենց ինչ-որ սենց տարբեր սպորտի հետ կապված պարագաներ։ Հենց ստադիոնի հետևում է սատը գտնվում։ Հիմա կգնանք այդտեղ, կամ էլ սխ մի հետաքրքիր տեղ կա, ես ցույց կտամ ձեզ։ Մենք փողոցը անցանք և գտնվում ենք մեր այգիում։ Հիմա ես ձեզ ցույց կտամ, գիտեմ ում արձանն է, բայց շատ սիրուն է։ Փոքր շատրվաններ կան, միացրած ու շատ սիրուն են, բայց այստեղի բնությունն էլ արդեն շատ լավ է, բայց այդքան դուրս չեկամ, ինչքան այն կամուրջի մոտի, այն գեղեցիկ տեսարանա, չգիտեմ։ Այստեղ ընդհանրեն տեխնիկաներ էին վաճառում, ոչում ընդհանրապես հետաքրքիր բան չկար, մենակ տեխնիկաներ էին, հետ են գնում, չգիտեմ ուր են գնում, բայց հետ են գնում այս փողոցից։ Հարպես որոշել ենք, որ պետք է գնանք տուն, բայց չգնացինք հացտելու, բայց ոչ շաուրմայից արդեն հիասթափվել եմ եկան ընկերել։ Բացած եկել ենք շուկա, այստեղ շուկայում սենց մեծ այս փողոցը ամբողջը ուտելու տեղեր են, ոնց այս ցիստը բոլոր ուտելու տեղեր են, մենք էլ եկել ենք Երեխեք ամեն բանը երկու անգամ կրկնում, որտեղ վիդեոն անտեղ պաուզա եմ տալիս, այստեղ բոլորը նայում են դեմքի չեմ կարող խոսամ։ Երեխեք ջան, ես էլ մեր ուտելիքը, էլ ինչ ուտելիք առանց սոկերի, իմը կոլա է, Լուսինը ֆանտա, ինչպես միշտ։ Երեխեք ջան, այստեղ էլ նստացած ենք ուտում, հանգստանում ենք։ Ջան, ուրեմն մենք եկել ենք այս գաթաների տեղը, մեր մշտական տեղն է, որտեղից որ մենք միշտ գնումներ են կատարում, գաթաներ կամ ինչ-որ խվածքաբլիթներ ենք առնում ու շատ համով է, այս անգամ էլ ենք եկել այստեղ ու մի խոսքով այստեղի հոտը միանգամից գալիս է,
Երեխեքյան, այսօրվա օրն էլ այսպես վերջացավ, այսօրվա համար այսքանը, շնորհակալություն, որ մինչև վերջ դիտեցիք, բաժանորդագրվեք իմ ալիքին, պակա-պակա։